ամբողջ իմ պատկերացրած կյանքը մայրանալուց հետո դարձավ լրիվ այլ։ Երեխաներս ծնվեցին ժամանակին, բայց փոքր քաշով էր տղաս, 1.6։ Սարսափում է այդ հայացքից, ինձ թվում էր, որ մի 10 կյանք արդեն ապրել է այս երեխան։ Ուղղակի զբոսանքից հետո եկանք տուն եւ իր առաջի ցնցումը տեղի ունեցավ։ Մենք ուղղակի գոռում ենք, որ մեր երեխան մահացել է։ Մենք նույնիսկ MRT չունեինք Հայաստանում այն ժամանակ եւ գնում եք Վրաստան, որպեսզի բացառենք գլխուղեղի ուռուցքը։ Մեծ բանակ ծնողների իրենց փորձությունը անցնում են միայնակ, տառապելով, իմ կյանքը կլիներ անիմաստ եւ դատարկ, եթե երեխա չունենայի։ Նախ սկսում ես գիտակցել, որ Ընտրության հարցը դա ամենակարևորը երեխաների հետ ունենալն է։ պատմի, ինձ շատ հետաքրքիր։ Հատուկ պատմություններ։ Ես Ելենա Բաղդասարյանն եմ, զույգ երեխաների մայրիկ, ովքեր արդեն կդառնան շուտով 18 տարեկան եւ էպիլեպսիա ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի ղեկավար, տնօրեն եւ ուղղակի մի կին, որը շատ է սիրում ապրել, շատ է սիրում իր գործը, շատ է սիրում իր երեխաներին եւ հաճույք է ստանում կյանքից։ Իմ ծնողավարության փորձը կարծում եմ հատուկ էր, քանի որ ունեցել եմ զույգ երեխաներ եւ դա ինձ համար շատ անսպասելի էր, ես երբեք չէի պատկերացնում ինչ է նշանակում զույգ երեխաների մայրիկ լինել։ Ամբողջ իմ պատկերացրած կյանքը մայրանալուց հետո դարձավ լրիվ այլ։ Այն սիրուն նկարները, որ պատկերացնում է այդ պատկերները, ինչպես եմ ես երեխաներիս հագցնելու, սիրուն, գուրգուրելու եմ, սիրելու եմ, տանեմ այգի, ման գանք, այսինքն շատ սիրուն, հետաքրքիր ֆիլմ էի պատկերացնում եւ իրականությունը իհարկե այլ էր։ Երեխաներս ծնվեցին ժամանակին, բայց փոքր քաշով էր տղաս, 1.6։ Եվ դա շատ ինձ վախեցրեց, ես նույնիսկ առաջի օրերին չէի կարողանում մոտենալ իրեն եւ վախենում էի սեփական երեխայից։ Կերակրում էի աղջկաս, շատ հանգիստ, ինքը ինձ համար սովորական մի էակեր կերպար էր 2.5 կիլոգրամանոց երեխա, որը ինձ չէր վախացնում, բայց տղաս 1.6 փոքրիկ, նույնիսկ ամենափոքր բոդիները իրան մեծ էին եւ ես չգիտեի ինչպես մոտենալ, ինչպես իրեն վերցնել, ինչպես պահել, որ ոչինչ չվնասեմ, ինչպես կերակրեմ, շատ թույլ, փոքր բալիկին եւ միշտ որ Դանիելին վերցնում էի գիրկս, ինքը ինձ վրա նայում էր մեծ մարդու հայացքով։ Ես կարող եմ նույնիսկ հիմա ասել այն, ինչ երբեք չեմ ասել, որ սարսափում է այդ հայացքից, ինձ թվում էր, որ մի 10 կյանք արդեն ապրել է այս երեխան ու ինձ նայում է շատ իմաստուն, ամեն ինչ իմացած հայացքով եւ ինչ որ բան է ուզում ինձ սովորեցնել, բայց ես դեռ չեմ հասկանում ինչ։ Եվ հետագա մեր կյանքը ինձ այդ պատասխանը տվեց, թե ինչ պատասխան էր ինքը ուզում ինձ տալ եւ ինչ էր ուզում հասկացնել այդ ժամանակ, որ մեզ շատ բարդ փորձություններով լի կյանք է սպասում, բայց շատ հետաքրքիր։ Եվ այդպես սկսեց իմ շատ սպասելի, երկար սպասված մայրությունը, որը ինձ համար երազանքի պես էր, քանի որ միջ երեխաներիս ունենալը կորցրեցի համ մայրիկիս, համ աղբորս եւ դա ինձ համար ուղղակի կյանքիս վերջ էր, ոնց որ ես չէի կարողանում ապաքինվել, չէի կարողանում կյանք վերադառնալ եւ ինձ համար այդ միտքը, որ երեխաները ինձ կփրկեն, ուժ էր տալիս ապրելու եւ այդպես էլ եղավ։ Իրանք դարձան իմ կյանքի իմաստը եւ միջ օրս ես միշտ ասում եմ, որ ես առաջի հերթին մայր եմ, նոր արդեն կին, աշխատող կին, ստեղծող, արարող, ոչ, ես ապրում եմ իմ երեխաներով։ Հասկանում եմ, որ շատ կանայք միգուցե չեն ուզում մայրանալ կամ չի ստացվում եւ ես չեմ ասում, որ առանց երեխաների կյանքը դատարկ է։ Ես խոսում եմ ինքս իմ մասին եւ գիտեմ, որ իմ կյանքը կլիներ
անիմաստ եւ դատարկ, եթե երեխա չունենայի։ Առաջին 2 տարիները մեր կյանքի շատ բարդ են ֆիզիկապես ինձ համար, հոգեպես չէ, ես շատ երջանիկ էի։ Ուղղակի բարդ էր 2 երեխաներին զուգահեռ կերակրել։ Եվ ըստ պահանջի ես որևէ գրաֆիկ կամ ժամեր չեմ ունեցել, իրենք միշտ արթնանում էին նույն ժամին եւ սկսում էին լացել եւ չգիտեի որ մեկին սկզբից կերակրեմ, իսկ որ մեկին թողնեմ երկրորդ հերթին եւ դա էր ինձ համար դժվար էր չքնել գիշերները, դժվար էր ման գալու գնալ իրենց տանել ու ես ամեն ինչ փորձում եմ անել ինչպես միշտ իդեալական, այդ իդեալական իմ պատկերված նկարը ինձ խանգարում էր ստանալ հաճույք երեկոյան նստելուց ասում եմ այս բանը չարեցի, այստեղ մենք չգնացինք, զբոսնելուց 2 ժամ պակաս ման եկանք եւ իմ երեխաները 2 ժամ քիչ մաքուրոց շնչեցին, ես անընդհատ մեղքի զգացողություն ունեի եւ դա ինձ խանգարում էր ուղղակի թուլանալ եւ երջանիկ մայր լինել։ Եվ կարծես թե 2 տարի անց արդեն ամեն ինչը կարգավորվեց, ես հասկացա, որ ես սովորական մարդ եմ, ես չպետքա դնեմ ինձ համար այն պլանկաները, որոնք անհասանել են ի սկզբանե, որովհետև չեմ ունեցել շատ մեծ օգնություն, փորձել եմ ինքս իմ երեխաներին խնամել, ճիշտ է դա կար, գալիս էր, օգնում էր, բայց ես նույնիսկ չէի աշխատում, ես իմ տուրիստական կազմակերպությունները, որ ունեի, փակեցի, որպեսզի լիարժեք ինձ նվիրեմ իմ երեխաների դաստիարակությանը եւ ստանամ հաճույք այդ process-ից ինքս։ 2.5 տարեկան էր Դանիելը, երբ ուղղակի զբոսանքից հետո եկանք տուն եւ իր առաջի ցնցումը տեղի ունեցավ։ Մենք այն ժամանակ չգիտենք, որ դա էպիլեպսիա է եւ որ դա ցնցում է, մեզ թվաց, որ երեխան մահացել է։ Ես չեմ հիշում այս 10 րոպեն ինչ էր, ասում են, որ 10 րոպե անցել, բայց ոչ ես, ոչ ամուսինս մենք չենք գիտակցում, քանի րոպե անցավ եւ երբ շտապօգնությունը եկավ, թե ով կանչեց, մենք ուղղակի գոռում ենք, որ մեր երեխան մահացել է։ Այ սենց կերպար էր։ Երեխայի սենց պատկեր ահավոր, որ նույնիսկ հիմա հիշում եմ, վատանում եմ։ Չեմ հիշում ոչինչ, հիշում եմ, որ գնացինք շտապօգնությամբ հիվանդանոց եւ այնտեղ մեզ ասացին, որ կամ գլխուղեղի ուռուցք է, կամ էպիլեպսիա է, եւ ես այդ իմ անիմաստ հարց եմ ուղում բժշկին, ասում եմ, իսկ որն է լավը։ Չգիտեմ ինչպես անցան 2 օր, մինչեւ Բիայնա Գագիկովնա Սուխուդյան, ես իրեն համարում եմ Դանիելի երկրորդ մայրիկ եւ հետագայում դարձավ մեր հիմնադրամի համահիմնադիր մեծահոգի մարդ, հրաշալի բժիշկ։ Ես չգիտեմ, ես ուղղակի խոսքեր չեմ կարողանում գտնել, որպեսզի նկարագրեմ իր կերպարը։ Նա եկավ 2 շաբթի օրներ եւ ինձ ասեց դու հանգստանում ես, հավաքվում ես եւ մենք նույնիսկ MRT չունեինք Հայաստանում այն ժամանակ եւ գնում եք Վրաստան, որպեսզի բացառենք գլխուղեղի ուռուցքը։ Եվ մեկնեցինք Վրաստան, հետազոտությունից հետո, երբ պարզ դարձավ, որ փառք Աստծո չկա գլխուղեղի ուռուցք, մնաց էպիլեպսիան, որի մասին ես բացարձակ ոչինչ չէի իմացել այն ժամանակ։ Ունենալով 2 բարձրագույն կրթություն, ոչ մի ինֆորմացիա, տեղեկատվություն ես չունեի էպիլեպսիայի մասին, ինձ թվում էր դա սարսափելի մի հիվանդություն է։ Բայց ես մի անգամից վստահեցի Բիայնա Գայկովնային, նույնիսկ երկրորդ կարծիքը չհարցրեցի։ Դա ընդհանրապես ինձ նման չէ, որովհետև ես շատ կասկածամիտ, ասենց տագնապային խանգարումով մայրիկ եմ եւ միշտ ինֆորմացիան վերահսկում եմ, բայց այդ ժամանակ ես լիովին 100%-ով վստահեցի մեր բժշկուն, որը ասաց պետք է ապրենք եւ տեսնենք ինչ է։ Ես չեմ կարող հիմա ձեզ ասել, էպիլեպսիաները լինում են անցողիկ, բարորակ, մանկական տեսակներ, որոնք տարիքի հետ կանցնեն, տարիք կախյալ տեսակներն են եւ լինում են չարորակ։ Նյարդաբանության մեջ կա այդպիսի ասացվածք wait and see։ Պետք է անցնի ժամանակ, մինչեւ մենք հետևենք երեխային եւ հասկանանք, թե որ ուղղությամբ է գնում զարգացումը։ Երբ որ հիշում եմ անցած տարիները եւ հասկանում եմ
ինչպես չեմ գժվել, չեմ հասկանում, որովհետև որևէ հետազոտական հնարավորություններ չկային Հայաստանում։ Ժամանակակից դեղամիջոցներ չկային Հայաստանում։ Մի կիսա ջարդված էնցեֆալոգրաֆ ունեինք հիվանդանոցում, հերթերը ահավոր մեծ եւ միջև այդ EEG-ն էլեկտրոէնցեֆալոգրամային հետազոտությունը, որ ցույց է տալիս էպիակտիվությունը գլխուղեղի, միջև անցանք 2-3 անգամ ոչինչ ցույց չտվեց եւ չէինք հասկանում ինչ է կատարում, բայց ցնցումները շարունակվում են եւ ստիպված ենք ապրել այս նոր իրականության մեջ, որը ես չէի կարող ընդունել։ Ես չէի կարող ընդունել այն փաստը, որ այդ ամբողջը կատարվեց ինձ հետ, իմ երեխայի հետ, Աստծուն հարցեր է տալիս, ինչու ես, ինչու եմ իմ երեխան, արդյոք այդ փորձությունների բաժակը իմ կյանքի լիքն է, արդեն ինձ թվում է, եւ ես այս փորձությունը չեմ կարող դիմանալ։ Ինչ ուզում է լինել, բայց երբ քո երեխայի հետ է կատարվում, դու քեզ կորցնում ես, դու ուղղակի աղոթք ես անում, որ թող ինձ հետ ինչ ասես լինի, բայց իմ երեխան լինի առողջ։ Բայց հետո ես հասկացա, որ ես պետք է լինեմ առողջ, որ իր հետ անցնեմ այդ փորձությունը։ Եվ ոչ մի փորձություն չի կարելի անցնել որպես պատիժ։ Դա ուղղակի կյանքի մի փուլ է եւ ինչ որ իմաստ ունի։ Ես սարսափում եմ, որովհետեւ կան դրվագներ իմ կյանքում, երբ կարծես թե իմաստ չկա։ Ես ելի այդ ինչուներն եմ տալիս, բայց հիմա վստահ եմ, որ չէ, այդ իմաստը կա, ուղղակի մենք չենք տեսնում սկզբից։ Անցավ մի տարի լի արցունքներով, ստրեսերով, հիասթափություններով, դիպրեսիաներով, երբ օրեր կային, որ ես չէի ուզում տնից դուրս գալ։ Ես այն ինչ հիմա բացատրում եմ այլ ծնողներին, մյուս երեխաների մայրիկներին ասում եմ, երբեք մի բան տարկեք ձեր երեխային ու ձեզ, ձեր տանը մի դարձնեք իրենց կյանքը սահմանափակ, մի մտածեք, որ էպիլեպսիան դատավճիռ է, դուք պետք է լինեք ուժեղ եւ պետք է ապրեք ձեր բնականon կյանքով, երբեք ոչինչ չպետք է ձեր գործունեությունը սահմանափակի, ձեր ապրելակերպը, որովհետեւ դա այդքան ահավոր չէ, ինչպես մենք պատկերացնում ենք, բայց ինչ ենք այդպես պատկերացնում, որովհետեւ իրազեկված չենք եւ տեղեկացված չենք եղել երբեք, չենք իմացել դա ինչ է։ Օրեր են լինում, որ հագնվում է երեխաներին հագցնում է, գնում էինք այգի, բայց մի դեպք եղավ, երբ հենց զբոսնելիս երեխայի մոտ եղավ նոպա, մեզ շրջապատող մարդիկ սկսեցին հեռախոսները հանել, նկարել այս պահը, փոխանեք մեզ օգնեին, եւ դա էլ շատ կոտրեց ինձ։ Ես մի քանի օր ընդհանրապես չգիտեի ինչպես ապրել, ինչպես զբոսնել, ինչպես գտնել ուժ եւ նպատակ եւ համ քո երեխային օգտակար լինել, համ հնարավորինս մաքսիմալ վարել այն կյանքը, ինչ մենք ունեինք, որովհետեւ նաեւ երկրորդ երեխան կար, որը առողջ չէր եւ չէր հասկանում մաման ինչի է այդպես տխուր, ինչու մենք չենք գնում այգի, երբ ամեն օր մինչ այդ գնում էինք։ Դանիելը լրիվ փոխվեց, դեղորայքը չէր օգնում, երեխան շատ վատ էր իրեն զգում, մենք ուրիշ դեղորայք չենք կարողանում գտնել, այդ մի տեսակն էր, որ ասեմ, որ էպիլեպսիայի բուժման համար հիմա կան 20-ից ավել պրեպարատներ եւ զգալի մասը հիմա արկա է Հայաստանում եւ նույնիսկ պետպատվերի մեջ է արդեն մեր գործունեության շնորհիվ համեստ չլինեմ, ասեմ այն փաստը, որ ինձ համար դա պատվի հարց էր, որ բոլոր այն դեղորայքը եւ բոլոր այն դեղամիջոցները, որոնք օգնել են իմ երեխային հետագայում լինեն պետպատվերի շրջանակներում բոլոր Հայաստանի բալիկների համար հասանելի։ Իսկ այն ժամանակ սկսեցինք փնտրել այն դեղը, որը կօգներ երեխային, ես սկսեցի կարդալ գրքերը նյարդաբանության մեջ խորանալ էպիլեպտոլոգիայի անընդհատ գալիս է բիայնագայթկվնայի մոտ զրուցում էի, քննարկում էի այդ մեր դիսկուսիաները այդ հարցի շուրջ եւ մի օր ինձ ասաց, որ կա էքսպերիմենտալ դեղ Ամերիկայում, եթե կարող եք բերել,
բերեք, որովհետև ես ինքս չեմ հասկանում ինչ է այդպես ոնց որ նման է բարորակ տեսակի, բայց ինչի ինքը այդ դեղորայքով չի բուժվում, այդ նոպաները չեն հսկվում, չեն անցնում, եւ մենք այդ դեղը բերեցինք, այդ կեպրադեղը, որը ահավոր թանկ էր այն ժամանակ եւ կոչ արեցինք ամբողջ աշխարհին եւ մեր բոլոր ընկերներին, բարեկամներին ոտի կանգնացրեցինք, որպեսզի այդ դեղը մեզ բերեն, հասցնեն եւ երեխայի նոպաները մի քանի օր անց ուղակի վերացան։ Ես չէի կարողանում հավատալ, որ այդպես էլ է լինում, որ կարելի է տալ հակացնցումային պրեպարատը եւ սկսել նորից քիչ-քիչ վերադառնալ բնականon կյանք եւ ապրել այնպես, ինչպես ապրում ենք միջ հիվանդությունը։ Հետո միացավ նաև երկրորդ պրեպարատը եւ մենք համոզվեցինք, որ Դանիելի մոտ դեղորայք կայուն էպիլեպսիա չի, չարորակ էպիլեպսիա չի, այլ տարի կախյալ տեսակ է, որը բյայնագայկնան խոստացավ այն ժամանակ, որ 5-6 տարեկանում լրիվ կանցնի։ Ես չէի հավատում, որ այդպես կարող է լինել, բայց կյանքը ցույց տվեց, որ հենց այդպես էլ եղավ։ 5 տարեկանում իմ երեխան ամբողջությամբ առողջացավ եւ դեղորայքը մենք քիչ-քիչ հանեցինք, բայց այդ դեղամիջոցները մեզ տվեցին հնարավորություն ապրել լիարժեք կյանքով։ Մենք դեղորայքը տալիս ենք երեխային եւ ավարում ենք շատ լավ լիարժեք կյանք, չնայած այդ տագնապը, այդ վախը եւ նման զգացմունքները միշտ ինձ մոտ կային։ Ես չէի կարող անջատվել այն մտքից, որ չէ, մի բան այն չէ, այդպես չի լինում, այն մի տարի ահավոր կյանքի չի կարող մի քանի օրերի ընթացքում վերջանալ, մի բան կլինի եւ միջ օրս այդ վախի զգացողությունը, տագնապի խանգարումը, միգուցե ինձ մոտ կա, ես համոզված եմ, որ կա, անընդհատ մտածմունքը, թե ինչ պետք է լինի, եթե նորմալ է մեզ մոտ ամեն ինչ, ես սկսում եմ վատին սպասել, ասում եմ, չէ, ինչ որ երկար ժամանակը ոչ մի խնդիր չի կատարում, տենց չի լինում, եւ դա ինձ խանգարում է ապրել իհարկե։ 5 տարեկանում, երբ Դանիելը առողջացավ, ես հասկացա, որ չեմ կարող այլևս վերադառնալ իմ այն կյանքի, որը եղել է միջ իր հիվանդությունը։ Ես չեմ կարող այլևս աշխատել տուրիզմի մեջ կամ այլ բիզնեսների մեջ, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ոնց որ իմ փորձությունը ավարտված չլիներ, ես այդպես էի ինձ զգում։ Եկա բյայնագայկնայի մոտ եւ ասացի, ես չեմ կարող այդ կամավորությունը, որ ես անում եի, երբ մեր պահած դեղամիջոցների pašարից տալիս էի բոլոր այն ծնողներին, ովքեր չունեն այն հնարավորությունը ֆինանսական եւ բերելու հետ կապված այդ դեղորայքը տալու իրենց երեխաներին, եւ ես հենց թաքուն վերցնում եմ մեր pašարներից բաժանում եմ այն ծնողներին, ում տեսնում եի միջանցքներում հիվանդանոցի, ես այդ կամավորական աշխատանքը ուզում եի շարունակել անել եւ բոլոր մեր ընկերներին, ովքեր մեզ օգնում էին դեղորայքի հարցում, ասում էի Դանիելը առողջացավ, բայց դուք պետք է շարունակեք ձեր շատ կարևոր գործ ուղարկեք այս դեղորայքը, ես կբաժանեմ։ Մի 2-3 տարի ուղղակի կամավորական սկզբունքով անում է այն, ինչ իմ հոգու անգստությունն էր բերում։ Դա հոգու պահանջներ անել ամեն ինչ, ինչ ես կարող եմ, որովհետև այդ ժամանակ արդեն լիքը փորձ ունեի հավաքված, գիտելիք, նույնիսկ որովհետև լիքը գրքեր եմ կարդացել, լիքը դիսկուսիաներ եմ ունեցել, կոնսուլտացիաներ եմ վերցրել, համոզված եմ, որ լիքը բան ունեմ պատմելու մյուս ծնողներին։ Իսկ ամենակարևորը ինձ շատ կոտրում են այն կարծրատիպերը, որոնք առկա են մեր հասարակության մեջ, դարերով ստեղծված, ամրապնդված, որոնց դեմ ես միջ օրս պայքարում եմ եւ պայքարելու եմ մինչեւ կյանքիս վերջը։ Այդ կարծրատիպերը, որ էպիլեպսիան դատավճիռ է, որ այն չի բուժվում, որ այն ունի շատ մեծ կապ հոգեկան խանգարումների հետ, այդ բոլոր կարծրատիպների դեմ ես ամեն օր պայքարում եմ եւ կոչ եմ անում բոլոր ծնողներին, որ իմ սխալը չկրկնեն հանկարծ եւ այդ փորձությունը ուղղակի ընկալեն որպես կյանքի մի փուլ, որը կավարտվի։ Սեփական երեխայի հիվանդությունը ընկալեն որպես ռուսերեն ասած точка роста, որպես մի ընթացք, մի process, որը քեզ դարձնում է ավելի ուժեղ, իմաստուն,
քո կամքը ուղղակի, չգիտեմ, անսահման բարձրացնում է, ամրապնդում է եւ դու այլևս չես լինում այն մարդը, ով եղել ես մինչ երեխայի հիվանդությունը։ Հետո երբ հասկացա, որ չէ, հնարավոր չէ այդպես դեղորայք բաժանելով ինչ որ մեծ փոփոխություններ անել, ինստիտուցիոնալ թեկուս ինչ որ կապեր հաստատել պետական մարմինների հետ, ծրագրեր սկսել, ես եկա այն եզրակացությանը, որ պետք է ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի էպիլեպսիա եւ այլ բարդյարթաբանական խնդիրներ ունեցող երեխաների առողջական խնդիրներով եւ իրենց իրավունքներով եւ այդպես ծնվեց, ստեղծվեց մեր կյանքի ճանապարհ հիմնադրամը բարեգործական, որը շատ բաներ փոխեց այս ոլորտում։ Եվ ես հիմա գիտեմ ինչու իմ երեխան հիվանդացավ եւ ինչ էր ուզում ինքը ինձ հասկացնել, երբ ինձ նայելիս շատ տխուր ու իմաստուն հայացքով էր նայում, երբ մի քանի օրական էր դեռ։ Ես համոզված եմ, որ Դանիելը եկավ այս աշխարհ, որպեսզի փոխի շատ ու շատ երեխաների կյանքը, որպեսզի իրենց կյանքի որակը լավացնի, որպեսզի իրենց ծնողների մտածելակերպը փոխի, որպեսզի հանի մեզ այդ ստեղծված բանտերից մեր ուղեղի մեջ ստեղծված բանտերից, որովհետև չկան այդ բանտերը, մենք ենք ստեղծում, որպեսզի թույլ տա մարդկանց սիրել իրենց երեխաներին առանց պայմանների, ցանկացած իրավիճակում եւ այդ սերը, որ փրկում է աշխարհը, այդ բարությունը, այդ սերը դեպի սեփական երեխայի, այդ չգիտեմ, ես շատ ու շատ ափսոսում եմ եւ զարմանում եմ, երբ ծնողները ինձ ասում են, որ մենք ամաչում ենք մեր երեխաների հիվանդություններից, ես ասում եմ, ինչպես կարող է մայրը կամ հայրը ամաչել իր երեխայի որևէ բանից, ցանկացած բանից, եւ միշտ դեմ եմ լինում, երբ ինձ ասում են, դե լավ, մայրիկները չեն ուզում երեխաներին ցույց տալ, որովհետեւ կա շատ մեծ շանսեր ապակինվելու, լիարժեք առողջանալու, իսկ հետո ինչ կասեն, կարող է երեխաները ամուսնանալու ժամանակ խնդիրների կբախվեն, ես եկեք ցույց տանք մեջքով կամ ձայնը փոփոխված, ու ես ասում եմ ոչ։ Մենք ցույց ենք տալու երեխաներին, այն երեխաներին, ում ծնողները այդքան գիտակից են, որ հասկանան, որ դրանով իրենք հենց իրենց երեխայի կյանքն են հեշտացնում։ Ուղղակի այդ սահմանները, այդ սահմանափակումները, որ մենք արհեստական ստեղծում ենք, մենք ենք դարձնում մեր երեխաներին անառողջ հետաքրքրության եւ ուշադրության կենտրոնում, սահմանափակված։ Եվ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Խոսում եմ արդեն 8 տարի, չեմ հոգնում խոսելուց, չեմ հոգնում կոչ անելուց, հասկանում եմ, որ դա իմ աշխատանքն չէ, դա իմ աշխատանքը չէ, դա իմ կյանքի գործն է։ Ես որպես աշխատանք այն չեմ ընկալում։ Ես ուղղակի իմ կյանքը նվիրել եմ այդ ուղղության եւ այդտեղ ես երջանիկ եմ, ինչքան էլ հոգնեմ, ինչքան էլ կոտրվեմ, իսկ շատ ժամանակ ես կոտրվում եմ, որովհետև մենակ եմ եւ այդ 5000 երեխաների ծնողները իմ կողքին չեն, ցավոք։ Իրենք ուղղակի բարբերաբար ինչ որ բան են ինձանից ուզում, բայց երբեք եզակի դեպքեր կան, որ ծնողները գալիս են եւ ասում են ինչով կարող ենք օգնել։ Մնացած էս զգալի մաս այդ մեծ բանակ ծնողների իրենց փորձությունը անցնում են միայնակ, տառապելով, բանտարկելով սեփական երեխային տանը, թաքցնելով ինֆորմացիա հիվանդության մասին բոլոր մարդկանցից, բարեկամներից, հարազատներից, ընկերներից, տանը, նույնիսկ պապիկից, տատիկից կարող են թաքցնել դպրոցում, լողավազանում, մարզիչը երբեք տեղյակ չի լինում, որ երեխան ունի էպիլեպսիա եւ կարող է ցանկացած բան պատահել։ Ես միշտ կոչ եմ անում ծնողներին նախ չնահանջել եւ չհանձնվել։ Համարել այս փորձությունը ուղղակի կյանքի մի փուլ, մեր կյանքի ճանապարհի մի փուլ, որը անպայման բարեբախտաբար ավարտ կունենա։ Հասկանալ, որ բոլոր խնդիրները մեր ուղեղում են եւ մենք ինքներս ենք մեզ սահմանափակում, որ չկա անելանելի վիճակ, որ էպիլեպսիան դատավճիռ չի, դա բոլորին եմ ասում։
Էպիլեպսիայով երեխաները 70% դեպքերում լիարժեք կյանքով են ապրելու։ Էպիլեպսիան չի ազդում երեխաների եւ մեծահասակների հոգեկան վիճակի վրա, ինտելեկտի վրա, արտաքինի վրա որևէ կերպ չի անդրադառնում եւ դա է մեր խնդիրը, որ մենք ուզում ենք երեխաներին ցույց տալ ամբողջ աշխարհին, մեր Հայաստանին, մեր երկրին եւ ասենք տեսեք ինչքան լուսավոր, պայծառ, սիրուն, խելացի երեխաներն են եւ եթե անցնում են փողոցով դուք նույնիսկ չեք կարող կասկածել եւ իմանալ, որ այս երեխաները էպի ունեն։ Դա է իմ գլխավոր եւ կարեւորագույն կոչը՝ լինելը ամուր, ուժեղ, պայքարել հասարակության մեջ ստեղծված կարծրատիպերի դեմ, սեփական օրինակով։ Ես միջ օրս խոսում եմ իմ երեխայի հիվանդության մասին, թեպետ նա արդեն 18 տարեկան է, դպրոցը ավարտում է, ընդունվում է ֆիզիկայի ֆակուլտետ եւ շատ խելացի երեխա է, չափից դուրս։ Եվ ես այս տարի մեր միջազգային էպիլեպսիայի օրը գրեցի շատ ոչ սովորական մի պոստ եւ այդ պոստի մեջ գլխավոր միտքը այն էր, որ տեսեք իմ երեխայի նկարի, նայեք իրեն եւ ինչ եք տեսնում, խղճահարություն ոչ, ինչ որ վատ էմոցիաներ ոչ, դուք տեսնում եք շատ սիրուն, պայծառ, լուսավոր բալիկին, ով այժմ չունի էպիլեպսիա, բայց այն ժամանակ ուներ եւ դա է էպիլեպսիա ունեցող երեխայի պատկերը, կերպարը։ Դուք հասկացեք, որ այս երեխային դուք ասում եք աննորմալ, այս երեխային դուք թույլ չեք տալիս նա նորմալ ապրի, աշխատի, ընտանիք ստեղծի, առողջ բալիկներ ունենա, իսկ դա էլ է կարծրատիպ, որ էպիլեպսիայով մարդիկ չեն կարող առողջ երեխաներ ունենալ, դա այդպես չէ։ Եվ այս տեքստի մեջ գրել եմ նաև, որ այսօր միջազգային էպիլեպսիայի օրն է, որը կոչվում է մանուշակագույն, եւ ես կոչ եմ անում ծնողներին դուրս գալ ստվերից եւ ապրել սովորական, բնականon, լիարժեք կյանքով իրենց երեխաների հետ, որովհետեւ այս է իմ երեխայի նկարն է եւ մենք իր հետ ապրում ենք հենց այսպես։ Եվ ինչ կոմենտներ ես այնտեղ ստացա։ Իմ ընկերների կեսը, ովքեր տեղյակ էին մեր պատմությունից, սկսեցին Դանիելի ծնունդը շնորհավորել։ Չնայած հենց առաջին նախադասության մեջ կար այդ ինֆորմացիան, թե ո՞րն է իմաստը այդ պոստի։ Երկրորդ մասը չկարդաց այն կարևորագույն փաստը, որը արդեն 12 տարի մեզ համար իրականություն է։ Դանիելը ամբողջությամբ եւ լիարժեք առողջացել է։ Մենք մոռացել ենք էպիլեպսիայի մասին, որովհետեւ իր տեսակը տարիք կախյալ էր եւ 6 տարեկանում, 5-6 տարեկանում ավարտվում է ամբողջությամբ։ Եվ սկսեցին Դանիելին շուտապույտ ապակինում ցանկանալ։ Ես ահավոր զայրացա, ասեցի մարդիկ ջան, ուղղակի փաստորեն դնենք նկար, ոչինչ չգրենք, որովհետև դուք չեք կարդում եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր տեղյակ են, կամ իր ծնունդն են շնորհավորում, բա այդ դեպքում երկրորդ երեխայիս ծնունդը ինչի չեն շնորհավորում, իրանք զույգ երեխաներն են, կամ դուք չեք կարդում, որ նա արդեն վաղուց լիարժեք առողջ է եւ ցանկանում եք, որ շուտ առողջանա։ Ես ձեզ խնդրում եմ ծնողներ ջան, օգնեք ինձ մեր աշխատանքը զարգացնել։ Օգնեք ձեր երեխաներին։ Օգնելով մեզ դուք կօգնեք սեփական երեխաներին։ Հասկացեք, որ բոլոր սահմանները դուք եք ստեղծում, որ չկա աներանելի ճանապարհ, որ ձեր երեխայի հիվանդությունը կանցնի։ Դուք ինձ նման հետո կնստեք եւ կպատմեք անցյալում։ Հասկացեք, որ առաջնայինը ձեր ու ձեր երեխայի առողջությունը եւ կյանքը։ Այն հարցը, որ ձեզ երբեմն հուզում է, ինչպես անել, որ երեխան չցնցվի, երբ մենք հյուր ենք ունենում, ինձ համար դա անհասկանալի մի երևույթ է, որովհետեւ երբեք չեմ ունեցել այդ նպատակը կամ այս հարցը ինձ չի հուզել, ինչպես անեմ, որ ոչ մեկ չիմանա, որ իմ երեխայի մոտ կա էպիլեպսիա։ Ինձ հուզել է այն հարցը, ինչպես անեմ, որ երեխաս շուտ առողջանա եւ ինչ կարող եմ անել իր համար, որպեսզի այս ժամանակը շուտ հասնի, շուտ իրականություն դառնա։ Մյուս երեխաներին մի անտեսեք, որովհետև ես մինչ օրս մեղքի զգացողություն ունեմ իմ երկրորդ երեխայի, իմ աղջկա հետ կապված, ով միշտ ինձ հիշացնում է դրա մասին, ասում է, այսքան երկար տարիների ընթացքում եղել ես Դանիելի հետ հիվանդանոցներում,
հենց շատ ենք հոսպիտալիզացվել, ուրեմն ինձ թողել ես մենակ, ուրեմն ինձ ուշադրություն չես դարձրել եւ դա շատ բարդ խնդիր էր ինձ համար, ես չէի կարողանում այդ ժամանակ հավասար ուշադրություն դարձնել երկու երեխաներիս էլ դա այն պահը չէ նախ հիվանդության երբ մենք նստում ենք գրքեր ենք կարդում մի գիրքը երկուսի համար երբ զբոսնում ենք երկուսով իսկ երբ Դանիելը վատ էր ես ոչ տրամադրություն ունեի Դարինային էլ ինչ որ բան պատմելու հեքիաթ հա կամ տանելու զբոսայգի նա էլ է շատ այդ փորձության մեջ եղել իր կամքի հակառակ իհարկե, բայց դա այդպես է ստացվել։ Բայց հիմա կոմպենսացվել է իրավիճակը, որովհետև Դանիելը շատ ինքնուրույն իր համար, sense լրիվ այն որ այլ մոլորակային, որը գնում է հանգիստ իր դասերը անում է, սովորում է ինձ համարյա որևէ խնդիր չի ստեղծում, բայց հակառակը իմ աղջիկը որ տոնուսի մեջ է ինձ պահում եւ ասում է դու ինձ պարտքես, որովհետեւ դու ինձ քիչ ես ուշադրություն դարձել, դե հիմա արդեն իմ հերթն է։ Այնպես որ այդ բալանսը պետք է միշտ պահպանել, միշտ փորձել ուժեղ լինել, հավաքվել եւ հասկանալ, որ դու իրոք պարտք ես քո երեխաներին, դու պարտավոր ես լինել ուրախ ուժեղ եւ քո սեփական օրինակով երեխաներիդ դաստիարակել, սովորեցնել եւ իհարկե սիրել